Բաքվում շինծու մեղադրանքներով դատարանի առաջ կանգնած Արցախի նախկին պետնախարարը հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից, հայտարարելով, որ դժգոհ է դատական գործընթացից։ Գլխավոր դատախազի օգնականը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը չի կարող չունենալ պաշտպանություն, ուստի կամ պետք է պայմանագիր կնքի այլ պաշտպանի հետ, կամ պետությունը կնշանակի փաստաբան։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Վարդանյանը համաձայնել է հանրային պաշտպան ունենալ։ Աբրահամ Բերմանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հակասում է քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ որ արդար դատաքննության ապահովման միակ միջոցը միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն է։ Բերմանը աշխատանքային գործունեության ընթացքում քիչ է առնչվել քրեական գործերի, հաշվի առնելով, որ նա այլևս չունի կաշկանդվածություն, փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրանից, բայց արձագանք չեղավ։ Հիշեցնենք, որ փետրվարին Վարդանյանն արդեն հրաժարվել էր նախորդ փաստաբանի Ազեր Մահերամովի ծառայությունից։ Այս պահին Բաքվի բանտերում հայկական կողմի պաշտոնական տվյալով 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասը տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտվել է ազատազրկման։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։ Մենք տեսնում ենք ընթացող դատավարություններ, որոնք լուսաբանվում են բացառապես ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք գտնվում են պետական մեծ լուրջ վերահսկողության ներքո։ Հատվածական տեղեկություններ ենք դուրս բերում այդ պատկերներից, որոնք կրկին ամբողջական չեն եւ իրենց ցանկալի կետերից ուղղություններից են վերցված։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո հայ գերիները հայտնվել են արտաքին աշխարհից կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած 3 ամսում միջազգային անկախ որևէ կառույց նրանց չի տեսակցել։ Իրավապաշտպանի խոսքով բանտում գտնվող հարազատներից լուրջ ունենալն է ամենաշատը այս պահին անհանգստացնում ընտանիքներին։ Հաստատքային տեսքով տեղեկատվություն մենք այս փուլում դեռևս կարողանում ենք ստանալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջոցով, քանի որ հայ պատանների առնչությամբ կիրառված են հատուկ միջոցներ, Ադրբեջանը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ֆիզիկական անվտանգության կամ կյանքին սպառնալիքներ ներկայացնել, եւ նաեւ Ադրբեջանի իշխանությունները որոշակի պարբերականությամբ հաշվետվություն են ներկայացնում Եվրոպական դատարանին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարծում է, գերիների վերադարձը ոչ թե միայն պետությանը պետք է հետաքրքրի, այլև ամբողջ միջազգային հանրությանը։ Միջազգային կազմակերպությունների եւ ազգային օմբուդսմանական հաստատությունների հետ հարաբերությունների համատեքստում մենք հիմա նաեւ նոր այսպես մեթոդներ ենք փորձում կիրառել, դրանց վերաբերյալ այս փուլում հրապարակային չեմ խոսի, որովհետեւ դրանք դեռևս գործարկման ընթացքում են, բայց ես հույս ունեմ, որ այդ ամենը եւս իր որոշակի արդյունքը կտա։ Ժնևից վերադարձած Ալեն Սիմոնյանը, որ այնտեղ հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ, ազգային ժողովում լրագրողներին վստահեցրել է, գերիների հարցը նույնպես եղել է այդ հանդիպման օրակարգում։ Պայմանավորվել են կոնկրետ քայլերի մեխանիզմ երկու կողմից քննարկենք եւ առաջարկենք։ Չէ, հիմա որ ասեմ, ճիշտ չի լինի, որտեղ հիմա իրանք տրամաբանությունն են հասկանում, մենք մեր տրամաբանությունն ենք քննարկում, պայմանավորվել ենք, բայց խոսքը չի գնում ենթադրենք հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչը արվի եւ հնարավորինս մեծ ծավալով։ Թե ինչու է ազգային ժողովի նախագահն օգտագործում ոչ թե հայ գերիներ, այլ պահվող անձինք ձևակերպումը, պարզաբանում է, պահվող անձանց թիվն ավելի մեծ է եւ ներառում է ոչ միայն գերիներին։ Վստահեցնում է, ինքը գերի բառն օգտագործելու խնդիր չունի։ Ավելին, Սիմոնյանն ասում է, Ժնևում հասկացել է, որ խաղաղությունը ոչ միայն իր, այլև ադրբեջանական կողմի սրտում է։ Մերի Դանիելյան, Riopen Media։